Ադրբեջանի նախագահը ելույթ է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում անդրադարձել Հայաստանի հետ հարաբերություններին։ Իլհամ Ալիևը հայտարարել է, Երևանի հետ բանակցությունները դրական արդյունք են տվել, քանի որ անցկացվել են բացառապես երկկողմ ձևաչափով առանց որևէ արտաքին միջամտության։ Նա հիշեցրել է, որ օգոստոսի 8-ին Ադրբեջանը եւ Հայաստանը Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության պայմանագրի տեքստը եւ համատեղ կոչարել լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Ալիևի խոսքով Սպիտակ տան գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկն էլ Թրամփի ուղին է։ Այն կամրապնդի տարածաշրջանային կապերը, հաղորդակցությունները երկարատև խաղաղության մեր տեսլականի հիմքն են, շեշտել է Ադրբեջանի նախագահը։ Նա հավելել է, որ Վաշինգտոնյան հանդիպումները նշանավորում են նաև Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների նոր փուլի սկիզբը։ Նոր հորիզոններ են բացվում քաղաքականության, տնտեսության, էներգետիկայի, տարածաշրջանային հաղորդակցությունների, պաշտպանության, անվտանգության եւ այլ ոլորտներում գործընկերության համար, մանրամասնել է Ալիևը։ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ռեջեփ Թայիպ Էրդողանին։ Հանդիպմանն ընթരാճ լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահը ցանկություն է հայտնել, որ Անկարան Ուկրաինայում շարունակվող պատերազմի ֆոնին դադարեցնի Մոսկվայի հետ առևտրային հարաբերությունները եւ ռուսական գազի գնումը։ Նա համոզմունք է հայտնել, որ թե Վոլոդիմիր Զելենսկին, թե Վլադիմիր Պուտինը հարգում են Թուրքիայի նախագահին, ուստի Էրդողանը կարող է նրանց նստեցնել բանակցային սեղանի շուրջ։ Նա կարող է ազդել պատերազմի ընթացքի վրա, եթե ցանկանա, բայց նախընտրում է չեզոք մնալ, հավելել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը միլիարդավոր դոլարներ է ծախսել, սակայն գրեթե ոչ մի տարածք չի ստացել, եւ Ուկրաինան հնարավորություն ունի վերադարձնելու իր տարածքները։ Նա շեշտել է, իսկապես ժամանակն է կանգ առնել։ Անկարայի հետ F-35 կործանիչների հնարավոր գործարքի մասին հարցին ԱՄՆ նախագահը պատասխանել է. Էրդողանը կարող է ստանալ այն, ինչ ուզում է, Թուրքիայի դեմ պատժամիջոցները կարող են չեղարկվել շատ շուտով, եթե բանակցությունները հաջող ավարտվեն եւ Անկարան կատարի Վաշինգտոնի որոշ պահանջներ։ Թուրքական կողմի տվյալով նախագահները ի թիվս այլնի քննարկել են տարածաշրջանային մակարդակով գործակցության հեռանկարը։ Կողմերը նաեւ խաղաղ ատոմային էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործակցության մասին հուշագիր են ստորագրել։ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն եւ Թուրքիան պայմանագիր են կնքել նաեւ Բոինգի ինքնաթիռների մատակարարման վերաբերյալ։ Գործարքի մանրամասները դեռ հայտնի չեն։ Մոսկվան հաշվի է առնում Միացյալ Նահանգներից եկող ազդանշանները, որոնք հնչում են հանրային եւ մասնավոր տիրույթներում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ ԱՄՆ նախագահը օտարերկրյա առաջնորդների հետ հանդիպումներից հետո երբեմն կոշտ հայտարարություններ է անում Մոսկվայի հասցեին։ Հնարավոր է դրանով նպատակ ունի գոհացնելու իր զրուցակիցներին, ենթադրել է ռուս պաշտոնյան։ Նրա համոզմամբ իրականում պատկերը շատ ավելի բարդ է։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հայտարարել է, որ վերջին շրջանում Մոսկվային ուղղված ամերիկյան խոսույթը բանակցային մարտավարություն է։ Իսկ մինչ այդ Ռուսաստանը եւ Ուկրաինան հաղորդում են փոխադարձ հարվածների մասին։ ԱԹՍ-ի կործանման հետևանքով Կրասնոդարի երկրամասի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել։ Տուժածներ չկան։ Ռուսաստանի բնատվյալով հոբ ուժերը գիշերը ուկրաինական 55 ԱԹՍ են որսացել։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն էլ տեղեկացրել է, որ հարավուկրաինական ատոմակայանի մոտակայքում ԱԹՍ է խոցվել։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը թույլ չի տա Իսրայելին բռնակցել Հորդանան գետի արևմտյան ափը։ Ժամանակն է կանգ առնել, կրկնել է ԱՄՆ նախագահը։ Նրա համոզմամբ մոտ ապագայում Գազայի հարցով կարող է համաձայնագիր կնքվել եւ նույնիսկ խաղաղություն հաստատվել։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը Նյու Յորքում բանակցություններ էր անցկացրել արաբական եւ իսլամական երկրների ղեկավարների հետ։ Օրակարգում են եղել Գազայում պատերազմի դադարեցման ուղիները եւ տարածաշրջանի հետ պատերազմյան վերականգնումը։ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է. «Կավարտենք Գազայում պատերազմը, մենք ցանկանում ենք վերադառնալ Մերձավոր Արևելքում բնականon կյանքին»։ Թուրքիայի նախագահը չափազանց արդյունավետ եւ դրական է որակել փակրաժիմով կայացած հանդիպումը։ Չնայած հրեական բնակավայրերի ընդլայնմանը Իսրայելից հայտարարում են, թե արևմտյան ափը բռնակցելու նպատակ չունեն, ընդհանրապես քննարկում են իսրայելական օրենսդրությունը տարածաշրջանի իսրայելական համայնքների վրա տարածելու հնարավորությունը՝ ի պատասխան մի շարք երկրների կողմից Պաղեստինի պետության ճանաչման ալիքի։ Իսրայելի արտգործնախարարը հավատացրել է, որ չեն ցանկանում վերահսկել պաղեստինցիներին։ Դիանա Գասպարյան, լուրեր։